Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք թատերագետ հրապարակախոս Սարհ Նեդոլյանին, բարև ձեզ։ Պարոն Նեդոլյան, երևի մեր զրույցը սկսենք ամենաթարմ իրադարձությունով, դա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպն էր, այսպես ասած Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը, երթը ոստիկանների հետ բախում, ձերբակալություններ եւ այլն։ Հայաստանում կարծես թե ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք, հատկապես լրատվական, քաղաքական, հասարակական դաշտում խոսում է հեղափոխությունից, հեղափոխության անհրաժեշտությունից։ Հեղափոխության տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում, օրինակ Շանթ Հարությունյանը հասկացավ հենց այդպես, ինչպես արեց նոյեմբերի 5-ին։ Ինչ է կարծում, հեղափոխության գաղափարի արժեզրկում նկատվում է մեր վերոհիշյալ շրջանակներում քաղաքական, հասարակական եւ լրատվական։ Որոշակի պակաս կա ուրեմն հստակության մեջ ինչ կլինի հեղափոխությունը, հա, այսինքն ինչ է փոխվելու։ Նու հասկացանք իշխանափոխություն Սերժ Սարգսյանի հրաժարական, հանրապետականի հրաժարական։ Բայց դա հեղափոխությունը նշանակում է նաև ինչ-որ լրիվ նորացված կառավարման համակարգի ստեղծում, լրիվ նորացված երկրի տեսլականը եւ երևի թե պետք է ակտուալացնել այդ հենց խոսակցությունը, այդ զրույցը, թե ինչ է պատկերացվում, ինչ ենք մենք ստեղծում։ Ինձ թվում է 21-րդ դարի հեղափոխությունը դա հիմնականում մասնակցայնության հեղափոխություն է, այսինքն ոչ թե մեկ իշխանությունը փոխարինվում է մյուսով, այլ կատարվում է իշխանության բնույթի փոփոխություն։ Նա իշխանությունը դառնում է մասնակցային, այսինքն մարդը գալիս է այդ հեղափոխության միջոցով, գալիս է ինքնիշխանության, գալիս է մասնակցության այն բոլոր գործընթացներին, որոնք իր համար կարևոր են։ Եվ ինձ թվում է դա ոչ միայն ռազմավարական հարց է, հա, պատկերացնել ինչ կլինի այդ հեղափոխությունից հետո, ինչպես կլինի հեղափոխությունից հետո, այլ նաև մարտավարական հարց, այսինքն ինքը հեղափոխությունը պետք է կառուցվի այնպես, որ հնարավոր լինի մասնակցել, որ ամեն մեկի ձայնը լսվի, բանական ձայնը, հա, որ ամեն մեկի բանական մասնակցությունը հեղափոխության ընթացքին կարողանա իրականացվել։ Հենց այդպիսի Հայաստանում ունեցել ենք, թե չէ։ Այդպիսի փորձերը, այդպիսի գիտակցում կա, մասնավորապես քաղաքացիական շարժումները հենց հիմնվում են այդ հիմնական արժեքի վրա, որ իրանք ոչ թե լիդերային են, իրանք ոչ թե հորիզոնական են։ Հա, իրանք հորիզոնական են, իրանք մասնակցային են, իրանք հնարավորություն են տալիս ուրեմն քաղաքացիական եւ մշակութային առումներով դրսևորվել ամեն մի մասնակցին։ Բայց մոբիլիզացիոն գործընթաց նրան շուրջ կատարվում է, թե չէ, ես իմ դիտարկումներով որևէ մոբիլիզացիա չկա այդ հորիզոնական տիպի որովհետև շարժում ձևավորելու եւ դրա միջոցով, ասենք, հասարակական լայն շերտերի մոբիլիզացնելու առումով։ Իհարկե շատ գնահատելի են մասնավոր սոցիալական հարցերը, որոնք դրվում են քաղաքացիական շարժումների կողմից, կետային, հա, պայքար, բայց ես պատկերացնում եմ եւ պատկերացումը շատ օպտիմիստական է, թե ինչպես դա կլիներ, եթե դրվեին հենց քաղաքական հարցեր, եթե դա դառնար հենց քաղաքական ուժերի գործելաձև, հա, այսինքն բացենք փակագծեր, ինչը նշանակում քաղաքական խնդիր դնել եւ դառնալ, ասենք, քաղաքական։ Մասնավորապես հնչեց, բայց չիրականացվեց ցավոք հրապարակում, Ռաֆի հրապարակում, ուրեմն այլընտրանքային բաց կառավարության գաղափարը, հա, հնարավոր էր իրականացնել գաղափար, ուրեմն ստեղծել քաղաքացիների ներկայացուցչական մարմին հենց ընդդիմության դաշտում։ Ուրեմն սկզբից, ամենասկզբից նախախորհրդարանը այդ գաղափարն էր որդեգրել, հա, ինքը ուզում էր դառնալ այդ ներկայացուցչական մարմինը, այսինքն այլընտրանքային ազգային ժողովը, հա, կարելի է ասել, բայց հետո իհարկե իր զարգացումը գնաց լրիվ այլ փուլով։ Այսինքն մեծ համար 1 A1 ֆորմատի, հա, գործողությունները կարելի էր ինչ-որ պահին դարձնել մասնակցային, այսինքն դարձնել հենց հրապարակային
ինքնադրսևորման հրապարակը դարձնել ինքնադրսևորման ոլորտ եւ հետո ներգրավել ուրեմն ամբողջ ակտիվ հասարակության մասը, հա։ Պարոն Նեդոլյան, Հայաստանում հիմա փոփոխությունների առումով, այսինքն ինչպես հասնել փոփոխությունները, երկու տարբերակ է քննարկվում կամ պես օդի մեջ կախված է, առաջինը դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է, հետո կտեսնենք, երկրորդը համակարգային փոփոխություններ։ Առաջի դեպքում նշվում է, որ ես մի քիչ մանրամասնեմ, հիմնականում Հայ ազգային կոնգրես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած այսպես ճանապարհային քարտեզն է, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժողովրդավարական իշխանություն, պետական ինստիտուտները սկսում են աշխատել նորմալ օրենքի սահմանադրության շրջանակներում եւ պետական մեքենան լավ առումով սկսում է զարգանալ եւ գործել։ Մյուս տարբերակն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչինչ չի տա, պետք է համակարգային փոփոխություններ եւ պետք է փոխենք համակարգը, սակայն երկրորդ տեսակետի կողմնակիցները չեն առաջարկում, թե որտեղից սկսենք։ Այսինքն ով պետք է առաջին հրաժարական տա, որպեսզի սկսվի համակարգային փոփոխությունները։ Ինձ թվում է այդ հարցերը կարող են լուծվել միասին, ոչ թե առանձին սկզբից հրաժարական հետո փոփոխություններ, այլ հենց սկզբից այդ փոփոխությունների ծրագիրը նորից վերակտուալացվի։ Փոփոխությունների ծրագիրը մշակվում էր մի ժամանակ ուրեմն կոնգրեսում, դրանք տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական ծրագրերն էին, սակայն իրենք քիչ տարածում գտան հասարակության մեջ եւ անգամ կոնգրեսում քիչ ճանաչելի են, քիչ ուրեմն ընկալված են, սակայն դա ուրեմն ճիշտ ուղղությամբ աշխատանք էր։ Նման աշխատանք շատ քիչ ես անգամ չեմ կարող հիշել Ռաֆի Հովհաննիսյանի դեպքում, ուրեմն եւս անհրաժեշտ էր այդ աշխատանքը, դրա անհրաժեշտությունը զգացվում էր, որպեսզի տեքստը դառնա բովանդակություն ունեցող, հա, ոչ միայն լոզունգային։ Եվ հրաժարականը ինքնին իհարկե կտա դրական էֆեկտ, հա, եթե հանգարց մի օր պատահի, բայց դրա դրական էֆեկտը կլինի, ես գնահատում եմ 20-30% կլավանա ամեն ինչ, հա, կբարեկարգվի, բայց ոչ ավելին, եթե չկա այդ հեղափոխությունը, որի մասին ասում ենք, մասնակցային հեղափոխությունը։ Եթե էլի լինի իշխանություն, որը ամեն ինչ գիտի եւ իր հայեցողությամբ է կատարում գործողություններ, ապա մենք իսկապես կունենանք ոչ մեծ դրական փոփոխություն։ Ասենք թե չեն լինի այդքան ագահ եւ փողասեր, այդքան կոռումպացված եւ կլինեն մի քիչ առավել հանրօգուտ, բայց իշխանությունը, որը գտնվում է ժողովրդից դուրս, որը գտնվում է ժողովրդից վեր եւ իրան երևակայում է, հա, ժողովրդից վեր գտնվող էլիտա, դա արմատապես չի փոխի Հայաստանի վիճակը, դա հեղափոխություն չի, դա սահմանափակ բարեփոխում է։ Չեք կարծում, որ տարբեր այդ գոյություն ունեցող տեսակետները, մոդելները երկրում փոփոխություններ սկսելու ամեն դեպքում մի կետում են միասնական, այսինքն համակարծիք, դա այն է, որ պետք է սկսել առաջինը Սերժ Սարգսյանի հրաժարականից։ Այսինքն Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում այն գործիչն է, ով խոչընդոտում է թե համակարգային փոփոխություններին, թե չգիտեմ իշխանափոխությանը, այսինքն բոլոր կետերը կանգնում են այնտեղ, որ Սերժ Սարգսյանը իր ներկայությամբ ուղղակի խոչընդոտում է երկրի զարգացմանն ու բարեփոխումները։ Այո, բայց մենք դա ուրեմն միշտ կրկնում ենք եւ կոնգրեսն է կրկնում արդեն 2007 թվականից, 2008 թվականից դա ակնհայտ իրողություն է եւ ես տեսնում եմ ելքը նրանում, որ սկսվի հենց կազմակերպչական կայացում, քաղաքական ուժերի նոր կազմակերպչական կայացում։ Կոնգրեսը որպես իր սկզբնական ուրեմն առաքելությունը դա հենց բոլոր ընդդիմադիր ուժերի միավորելն էր, հա, բանաձևը այն էր, որ կոնգրեսը դա այն ամենն է, ինչը դեմ է Սերժ Սարգսյանի իշխանությանը, չի պատկանում Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Եվ ինձ թվում է, որ հիմա նոր նման համախմբման կարիք կա, որտեղ քաղաքական ուժերը ինչ որ չափով վերաձևակերպվել են, հա,
ինչ որ ուրիշ սուբյեկտներ են, ուրեմն քաղաքացիական ուժերը արդեն կանգնած են ինքնադրսևորման շեմին, իբրև կազմակերպված ուժ, հա, եւ ինձ թվում է հնարավոր է նու պայմանական ասած նոր կոնգրես հավաքելը, որը ներառի իսկապես այսօր այն ամենը, ինչը համաձայն է, որ հարկավոր է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ հարկավոր են արմատական փոփոխություններ եւ նորից հստակ բնորոշի, բնութագրի այդ փոփոխությունները, ներկայացնի այդ փոփոխությունների ծրագիրը, ճանապարհային քարտեզ ենք ասում, հա, եւ ստեղծի այդ հեղափոխության բանական մոդելը, հա, որ հեղափոխությունը չմնա որպես զուտ էմոցիոնալ ցանկություն, որ այս ամենը վերջապես վերջանա։ Այսինքն այստեղ ավելի շատ ոչ թե կոնգրես երևի համաժողովրդական շարժման, նեո համաժողովրդական շարժում բառը։ Այո, դրա անհրաժեշտությունն եք տեսնում, իսկ հնարավորությունը տեսնում եք պոտենցիալը քաղաքական, քաղաքացիական ուժերի շրջանակներում։ Ես տեսնում եմ պոտենցիալը, որ կան մարդիկ եւ հնարավոր է, որ այդ մարդկանց թիվը ավելացել է, որոնք ուրեմն կողմ են շատ արմատական փոփոխությունների, հասկանում են, որ կյանքը այսպես արդեն շարունակել չի կարող, եւ հարկավոր է այդ մարդկանց ուրեմն մտցնել բանական կոմունիկացիայի մեջ։ Այսինքն հա կա մարդ նստած է երատանը եւ չգիտի ինչ անի, ու գուցե համարում է, գուցե չի համարում արդյունավետ կետային պայքարները, հա, որոնք առաջարկում են քաղաքացիական շարժումները, որը կետային է Շանթ Հարությունյանի ելույթը, շատ վառ, շատ ուրեմն տպավորիչ, արտահայտիչ, հուզիչ, բայց այնուամենայնիվ կետային։ Այդ կարևորը ստեղծել կազմակերպված ձև պայքարելու, քաղաքացիների միացնելու։ Եվ վերջին հարցը, ձեր նշած նոր ժողովրդական շարժում, եթե այդպես ասենք, նոր ժողովրդական շարժումը, եթե ձևավորվի, իրական կյանքում արդեն մենք տեսնենք, համար առաջի պահանջը որը պետք է լինի այդ շարժմանը։ Համար առաջի պահանջը, եթե այսպես ենք ձևակերպում, իհարկե Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Այդ իր պահանջն է, բայց որպեսզի նա կարողանա ներկայացնել այդ պահանջը, նա պետք է կատարի այդ կազմակերպչական, միավորական, բանական կոմունիկացիա ստեղծելու հսկայական գործընթաց։ Այսինքն ինքը պետք է ձևակերպի, ով է պահանջողը։ Այո։ Ինչպես է նա միավորում մարդկանց այդ պահանջի շուրջ։ Շնորհակալություն ունկալվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում էինք հրապարակախոս Թատերագետ Արա Նեդոլյանի հետ։ Տեսություն եւ ամենայն բարիք։